այս պատերազմը ինչ որ եղավ, չպետք է լիներ։ Այս պատերազմը հրահրվեց մեր կողմից, հայերի կողմ, հայկական։ Պարոն Սաֆարյան, օրերս Ռոբերտ Քոչարյանը հանդիպել էր ուսանողների ու դասախոսների հետ ու առիթը բաց չթողնելով, այսպես ասած, ուղիղ տեքստով մեղադրել էր Հայաստանի Հանրապետությանը 44-օրյա պատերազմը սանձազերծելու մեջ։ Ընդհանուր առմամբ ինչպես կմեկնաբանեք եւ ինչ վտանգներ ու ռիսկեր է պարունակում այս հայտարարությունը։ Ռոբերտ Քոչարյանը ըստ էության արել է մի հայտարարություն, որը չես կարող տեղավորել հայ ժողովրդի շահերի, բարոյականության, ընկալումների դաշտում, որովհետև դա ծառայագույն մեղադրանքի 11-րդ դասարանի դասագրքում երեխաները մեր գիտեմ, որ միջազգային իրավունքի տեսանկյունից պատերազմ հրահրելը դա հանցագործություն է, միջազգային իրավունքի խախտում է ու Հայաստանին համարել ագրեսոր կողմ, այսինքն ագրեսիոն պատերազմ սանձազերծող կողմ, նշանակում է ազատել Ադրբեջանին, Ադրբեջանի հանցակից այլ պետություններին պատասխանատվությունից։ Ավելին, այդ հայտարարությունը ուղղակի անգնահատելի նվեր է Իլհամ Ալիևին, հենց այս պահին Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ իրականացող կեղծ դատավարությունում ապացուցելու այն մեղադրանքը, որ նա ներկայացրել է Բակո Սահակյանի, Արկադիյ Ղուկասյանի եւ մյուսների նկատմամբ նրանց համարելով ագրեսոր Հայաստանի ձեռքի գործիքը, որի միջոցով Ադրբեջանի նկատմամբ իրականացվել է ագրեսիա։ Ռոբերտ Քոչարյանը ապացուցել է Իլհամ Ալիևի մեղադրանքը։ Ես կարծում եմ նույնիսկ սա մի արարք է, ոչ թե հայտարարություն, ազատ խոսքի դրսևորում, կարծիքի հայտնում, գնահատողական դատողություն, որ այդպեսին չի, ինքը իմ կարծիքով նույնիսկ ներեցեք կարող է նույնիսկ քրեական հանցակազմ պարունակի, որովհետև կներեք Հայաստանին մեղադրել, թեկուզ եւ ակնարկելով Տավուշյան էսկալացիան ու չասել, թե ինչ պիտի աներ Հայաստանը, եթե հակառակորդը եկել էր միջազգայինորեն քո տարածք ճանաչված հատվածում դիրքեր կառուցում եւ այլընտրանք մեկներ կամ պիտի զիջեիր քո տարածքը թողնեիր օկուպացնել կամ պիտի համարժեք արձագանքեիր կամ մի կողմ թողնել Իլհամ Ալիևի հայտարարությունները, թե ինչու է ինքը պատերազմ սկսել Արցախի դեմ եւ արդարացնել Ալիևին, նրան ազատել հետագա պատասխանատվությունից, սա ուղղակի կներեք, նույնիսկ եմ կրկնում, ոչ միայն չի տեղավորվում այն փաստի շրջանակներում, որ նա 10 տարի ղեկավարել է Հայաստանի Հանրապետություն, դրանից բխող բոլոր վտանգներով, որ նա հարուցել է իր այս մտածողությամբ Հայաստանի Հանրապետության եւ Արցախին, կամ գործել է Հայաստանի Հանրապետության շահերի դեմ, այլ նաև հենց իմ նշած զարգացումների համատեքստում կեղծ դատավարություններում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության Հայաստանի դեմ ներկայացող մեղադրանքները ապացուցելու եւ այլ տեսանկյունից ես կարծում եմ իմ պատկերացրած երկրում քննչական մարմինները առնվազն պիտի անհանգստացնեին Ռոբերտ Քոչարյանին, զրույցի հրավիրեին եւ հասկանային թե նա ինչ է ասում։ Պարոն Սաֆարյան, դուք ասում եք ռիսկեր է պարունակում Քոչարյանի հայտարարությունը, բայց ինքը նաև հայտարարում է, որ տարիներ շարունակ կառուցված այդ անվտանգային համակարգը, որը իշխանությունը 2 տարում, 1 կամ 2 տարում կարողացել է քանդել։ Նախ ինչու եւ ինչպես է կարողացել որ իշխանությունը քանդել։ Ստում է, անաստված ստում է, որովհետև ավելի լավ, քան Հայաստանի հասարակությունը, որի յուրաքանչյուր ընտանիք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պահած բանակում ծառայել են, շատ լավ գիտի, թե ով է պահել այդ բանակը։ Այդ բանակը պահվել է կրկնակի եռակի անգամ թանկ անստել Հայաստանի Հանրապետության վրա, որովհետև մի կողմից բյուջեն եւ բյուջեի հատկացումները բանակին տեղ չեն հասել, գնացել են այլ հասցեներով եւ դարձել գեներալիտետից մինչեւ քաղաքական ղեկավարության ապօրին ձեռք բերված գույք եւ մյուս կողմից այդ նույն հասարակությունը, որի հարկերի հաշվին կատարվել այդ ամեն ինչը, նույն հասարակությունը սկսած զինվորի ներքնազգեստից, արտահագուստից, զինվորական հագուստից, բաճկոնից, ամառային, ձմեռային, ուրեմն եւ քաղցրեղենից ու սնունդից մատակարարել է իր երեխային սովամահ չանելու կամ, չգիտեմ, վիտամինային պակասի չմատնելու կամ, չգիտեմ, այլ նկատառումներով։ Հիմա ինձ եւ ձեզ, ինձ եւ հասարակությանը հայտնի է Իլհամ Ալիևի որոշումը, որի մասին նա բարձրաձայնել է դեռևս
իշխանության գալու ժամանակ, կարծեմ 2001-2 թվականներին, չեմ հիշում կոնկրետ երբ Ժառանգեցորից գա, երբ ասեց, որ ինքը Ադրբեջանի ռազմական բյուջեն 3 անգամ մեծացնում է Հայաստանի ամբողջ բյուջեից, միայն պաշտպանական ծախսեր, ռազմական բյուջեն։ Հիմա մեզ հայտնի է Իլհամ Ալիևի որոշումը հաղթող բանակ, Հայաստանին հաղթող բանակ կառուցելու, դրա ֆինանսական կողմը, բյուջետային կողմը, մենք գիտենք նրա կնքած գործարքները, նրա ձեռք բերած սպառազինությունները, Իսրայելից ամենաժամանակակից հրթիռներ, հարոպներով, չգիտեմ ինչ որոնցով հարվածում էր Լաչինին, վնասում էր կամուրջ, հարվածում էր քաղաքացիական բնակավայրերին, ռուսներից ձեռք բերված 5 միլիարդ դոլարի շրջանակներում կնքված ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ձեռք բերված հարյուրավոր ժամանակակից տանկերը մեզ հայտնի է եւ Ալիևի որոշումը եւ դրա հետևանքները։ Հիմա ԱԹՍ-ների մասին չխոսեմ։ Եվ մեզ հայտնի չի, թե Ռոբերտ Քոչարյանը ի պատասխան այդ հայտարարության ինչ հայտարարություն է արել, որքան է կազմել Հայաստանի ռազմական բյուջեն այն ժամանակ, երբ Ալիևը այդպիսի հայտարարություններ կայացնում եւ բայց մեզ հայտնի է մեկ այլ որոշման հետևանք, որ Արցախից ոչ մի բան չունեցող, Երևանում բնակարան չունեցող Ռոբերտ Քոչարյանը նախագահության 10 տարիներից հետո իր որդիների, իր ընտանիքի անդամների անունով ունի անթիվ անհամար անշարժ գույք, այսինքն մենք ունենք երկու որոշում՝ Իլհամ Ալիևի բանակ ստեղծելու, հաղթող բանակ ստեղծելու որոշումը, եւ մենք ունենք Ռոբերտ Քոչարյանի կողմից իր անձնական գույքը բազմապատկելու, ոչ թե եռապատկելու, ինչպես Ալիևն է եռապատկել իր բյուջեն մեր ռազմական բյուջեն մեր բյուջեի նկատմամբ, այլ ինքը հարյուրապատիկ, հազարապատիկ բազմապատկել է այն գույքը, որը հիմա արձանագրված է եւ ինքը խնդալով նույնիսկ ուղիղ չի էլ պատասխանում լրագրողի իրան հարցատարածման, բայց դուք 45 միլիարդի գույք ունեք, ինքը նույնիսկ չի էլ ուզում ոչ հերքի, ոչ կարող է հերքել, ոչ կարող է հայտարարել, որ ավելի շատ է իր անձնական հայտը եւ իր անձնական գույքի, իր անձնական հարստության չափը նույնիսկ հանրությանը չի ասում։ Հիմա այդ երկու որոշումները ունի, դուք ինձ ասում եք որտեղից։ Իմ քրոջ տղան, ինչպես ընտանիքիցս Արցախյան պատերազմ գնացած 10 մարդիկ, ի թիվս նրանց, նա պատմում, ասում է իմ կրակած հրանոթը իմ տարիքից հին էր։ Տղան Բայց Քոչարյանն ասում է պատերազմը ցույց տվեց, որ Դե Քոչարյանի համար 80-ական թվականների սպառազինությունը կամ ջարդոնը, որ ինքը գնել է եւ որը բացարձակապես համարժեք չէր Ալիևի կողմից հարձակողական սցենարով ուրեմն իրականացվող եւ դրան սպասարկող ռազմական տեխնիկային ու սպառազինությանը Քոչարյանի համար կարող է իմ գործընկեր Լևոն Բարսեղյանի ասած նետուաղեղնել լավագույն սպառազինություն լինի։ Եվ գիտեք ինչն է խնդիրը, որ Ռոբերտ Քոչարյանը ընդհանուր իր հարցազրույցի մեջ կրկնել է այն բոլոր մեղադրանքները, որոնք ներկայացվել են Հայաստանի եւ Հայաստանի հասարակության նկատմամբ Ռուսաստանի իշխանությունների կողմից։ Սա մի այլ ողբերգություն է։ Ռոբերտ Քոչարյանը ըստ որում այնքան է ծավալվել, որ նույնիսկ անդրադարձել է Ուկրաինայի թեմային ու կրկին այնտեղ էլ արդարացրել է Ռուսաստանի գործողությունները։ Եվ այս թեման այնքան է կարևոր, Ռոբերտ Քոչարյանը արդարացնում է Ռուսաստանի ձեռք բերված սպառազինությունները, լավ իմանալով, որ Արցախի պաշտպանության համար անգամ ձեռք բերված 70-80-ականների սպառազինությունները չէին կարող բավարար լինել, թե Ադրբեջանը ձեռք է բերում 21-րդ դարի կամիկաձե դրոններ, հետախուզական դրոններ, հրթիռներ, ճշգրիտ խոցման հրթիռներ եւ ի տարբերություն Իսկանդերի նրանք ոչ թե, չգիտեմ, քանի տոկոսով են պայթում, այլ պայթում են ամբողջությամբ եւ պատճառում են ահռելի մարդկային անձնակազմի վնաս, այդ թվում եւ քաղաքացիական, սերմանում խուճապ, բարոյալքում բանակին, որ իր ունեցած սպառազինությունը բավարար չէ այդ աղետը կանխելու համար։ Բայց այստեղ այս հարցի հետ կապված Ռոբերտ Քոչարյանը մի շատ հետաքրքիր բան է ասել։ Ինքը ասում է, ես Լեռնային Ղարաբաղի հանրապետություն գնացել եմ պատերազմի սկսելու 3-րդ օրը։ Այսինքն պատերազմը սադրել է Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին, Ռոբերտ Քոչարյանը չգիտես ինչու իր հայրենիք շտապել է 2 օր ուշացումով։ Սա մի կողմ եմ թողնում, որ ինքը կարող էր 2 օր Երևանում մնալ եւ որ առաջին իսկ ժամերը, առաջին իսկ
սուտկաներ օրերը լինում են ամենամասսայական, ամենաինտենսիվ հրետակոծության, ռմբակոծության օրերը, ինքը 2 օր ուղղակի սպասել է, երրորդ օրը սեպտեմբերի 30-ին իր վկայությամբ գնացել է Արցախ։ Հետո ասում է, իմ գնալուց հետո առաջին երկրորդ օրերը, այսինքն դա անում է սեպտեմբերի 30 եւ կամ հոկտեմբերի 1 կամ առավելագույն հոկտեմբերի 2, ասում է իմ առաջին 2 օրերը Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հետ փորձել եմ կապվել Արկադի Ղուկասյանի հետ։ Նրանք ետ են եկել եւ ինձ ասել են, որ Արայիկ Հարությունյանը հրաժարվում է հանդիպել, որովհետեւ եթե Նիկոլ Փաշինյանը իմանա այդ հանդիպման մասին, ապա ինքը իր հացը կուտի։ Սա եղել է Ռոբերտ Քոչարյանի բառացի, սա Ռոբերտ Քոչարյանի բառացի մեջ վերում։ Այսինքն ինքը մինչև սեպտեմբերի 1-ը, հոկտեմբերի 1-ը եւ 2-ը փորձել է հանդիպել Արայիկ Հարությունյանին, իր խոսքերով դա չի ստացվել։ Հիմա գալիս ենք շատ կարևոր խնդրի։ Ռոբերտ Քոչարյանը դրանից զատ ինքը ասում է, որ ինքը կողմ է եղել օր առաջ պատերազմը կանգնեցնելուն։ Հիմա եկեք հասկանանք, եթե տեղի ունենար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումը, իսկ դա տեղի չի ունեցել ըստ իր վկայությամբ, չնայած ես չգիտեմ, եթե Արայիկ Հարությունյանը լիներ Հայաստանում, արդյոք կվկայեր հակառակի մասին, թե ոչ, ծառնված մի բան տեղի է ունեցել։ Եվ ինքը ասում է, դրանից հետո ես 2 շաբաթ եմ մնացել Հայաստանում, այսինքն 2 շաբաթ ինքը նստել է Արցախում, հանդիպել է որոշակի կանոնավորությամբ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետ եւ ամեն անգամ ասել է գնացեք Բակո Սահակյան, գնացեք Արայիկ Հարությունյանին ասեք կանգնեցնի պատերազմը։ Հիմա ընդունենք, որ Հայաստանի իշխանությունները եւ Արցախի իշխանությունները իդեմս Արայիկ Հարությունյանի չեն ուզեցել կանգնեցնել պատերազմը, մտածելով, որ հակահարձակողական գործողությունների միջոցով ենթադրենք շանս կա վերականգնելու այն ճեղքումը, որը կատարվել էր հարավ-արևելքից կամ հյուսիս-արևելքից Արցախի եւ վերականգնել նախկին շփման գիծը, հետ բերել կամ անցնել արժանի հակապատասխանի ստրատեգիական պաշտպանությունից անցնել արդեն հակահարձակման։ Ենթադրենք Հայաստանի իշխանությունները եւ Արցախի իշխանությունները իդեմս Արայիկ Հարությունյանի կողմ չեն եղել այդ պահին կանգնեցնելուն։ Այդ իրողություններով, երբ որ 4-5 կիլոմետրանոց զոնայով Հադրութի ուղությամբ, Ֆիզուլիից Ջրականի ուղությամբ թշնամին ներթափանցել էր Արցախի տարածք։ Հիմա գալիս ենք ավելի հետաքրքիր շարունակության։ Այդ նույն ընթացքում Արցախում Ռոբերտ Քոչարյանի հետ գտնվել է Վազգեն Մանուկյանը։ Ինչպես հետագայում վկայություններ տվեցին այն նույն հյուրանոցում կայանած լրագրողներ, ինչպես Ժիրայր Ոսկանյանը եւ այլ, նշելով այդ հյուրանոցում կասկածելի հանդիպումների մասին, որտեղ Վազգեն Մանուկյանը, Ռոբերտ Քոչարյանը ունեցել են տարատեսակ հանդիպումներ նաեւ ռազմական գործիչների հետ։ Ինչին էին դրանք միտված։ Հիմա ասում եմ, այդ հանդիպումների կապակցությամբ Վազգեն Մանուկյանը 2021 թվականին կարծեմ Արարատի կամ մոտակա այլ մարզում հայտնի հայրենիքի փրկության շարժման շրջանակներում հայտարարել է, որ ինքը այդ պատերազմի օրերին, այսինքն այն 2 շաբաթներին, երբ ինքը եւ Ռոբերտ Քոչարյանը գտնվել են Արցախում, առաջի 2 օրերին փորձել են կապվել Արայիկ Հարությունյանի հետ, բայց նա Նիկոլ Փաշինյանից վախենալով խուսափել է հանդիպել, բայց միևնույնն է նրանք հանդիպել են Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հետ, իսկ նրանք ազդել են Արայիկ Հարությունյանի որոշումների վրա, այդ նույն ընթացքում այն հանդիպումները, որոնք ունեցել է Վազգեն Մանուկյանը եւ ենթադրաբար Ռոբերտ Քոչարյանը նրա հետ միասին Արցախում, այդ հանդիպումների մասին Վազգեն Մանուկյանը ասել է, մենք զանգում էինք ռազմական հրամանատարներին եւ ասում էին չենթարկվեք Երևանից եկող հրամաններին։ Ինչ գործառույթ են արել այնտեղ։ Ես դա եմ ասում, շատ հետաքրքիր տեղ են գալիս, բայց ամբողջը չի, ամբողջ պատկերը չի։ Այսինքն, այդ մարդը, որը այսօր վերջին 4 տարում Նիկոլ Փաշինյանին մեղադրել է իր քաղաքական խմբակի հետ միասին
եւ ուտելով որոշ արցախահայերի խելքը, նրանց էլ համոզելով մեղադրանքների թիրախ ուղարկելը, այսինքն իրանք Ռոբերտ Քոչարյանն ասում է, ես ուզում եի օր առաջ կանգնեցնել կապ չունի թշնամին որտեղ էր հասել այդ պահին, այդ պայմաններով, առանց վերականգնելու կնքված վնասը, իսկ Վազգեն Մանուկյանը, որը նրա հետ միասին եղել է Արցախում այդ նույն շրջանում, հայտարարել է, որ դրանից ավելին իրենք զանգել են, հանդիպել են ռազմական հրամանատարների եւ նրանց ասել են ամեն ինչ արեք, որ պատերազմը կանգնի, մի կռվեք, մի ենթարկվեք եւ մի իրականացրեք պաշտոնական Երևանից եկող հրամանատարությանը։ Բայց դրանով ամբողջ ողբերգությունը չի ավարտվում։ Պատերազմի թիկունքում այսպիսի գործունեության արդյունքներից հետո, այսպիսի գործունեություն ծավալելուց հետո Արցախում Ռոբերտ Քոչարյանը ըստ իր ասացի, ես պատահական չի, որ օրերը ասում եմ այնպես, ինչպես ինքն է ասել, 1-2 օրը գալիս է անցնում է, ուրեմն հոկտեմբերի 1-2-ն է գալիս, ասում է 2 շաբաթ մնացի, որից հետո եկա Հայաստան։ Դա անում է հոկտեմբերի 13-ը եւ 14-ը, 12-13։ Հոկտեմբերի 13-ին նրանք գալիս են Երևան եւ հոկտեմբերի 13-ին Վազգեն Մանուկյանը հիշողությունս եթե չի դավաճանում 13 կազմակերպությունների ստորագրությամբ հայտարարություն են անում, պահանջ ներկայացնում Հայաստանի իշխանություններին պատերազմի հրամանատարությունը հանձնել այլ մարդկանց։ Չեն ասում պատերազմի ըստ որում Ռոբերտ Քոչարյանի ասած ժամկետը այն ժամկետն է, այսինքն 2 շաբաթվա ավարտ այն ժամկետն է, երբ որ հոկտեմբերի 13-ին Իլհամ Ալիևը հրապարակայնորեն եւ նաեւ Ռուսաստանին ներկայացնում է պահանջ վերջնագիրը պատերազմի կանգնեցման պայմանների մասին, Շուշին հանձնել Ադրբեջանին, այսինքն Շուշին ներառել հանձնվող տարածքների մեջ։ Ռոբերտ Քոչարյանը ասում է, ես 2 շաբաթ ընդեղ եմ եղել եւ գտնում էի, որ օր առաջ պիտի կանգնեցվի։ Ինքը տանում է իր միտքը նրան, որ Նիկոլ Փաշինյանը պիտի համաձայներ հոկտեմբերի 19-ին Վլադիմիր Պուտինի արած առաջարկի հետ եւ պատերազմը կանգնեցներ ավելի քիչ կորուստներով։ Բայց եկեք հասկանանք, հոկտեմբերի 13-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը արդեն լքում է աղետի մեջ հայտնված իր հայրենիքը, որին, այսպես ասած, նախագահել է եւ գալիս է Երևան, եւ որ այնտեղ արդյունքի չի հասնում այդ պայմաններին։ Այստեղ ամսի 13-ին հայտարարություն է անում նրա սատարած Վազգեն Մանուկյանը, որի տակ ստորագրում են Զարուհի Փոստանջյանը, Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը իրենց կուսակցություններով ի դեպ, հա? Եվ այդ կուսակցություններով պահանջում է եւ այլք։ Ավետիք Շալաբյանի կարծեմ կազմակերպությունների մի խոսքով 13, որոնց հիմքի վրա ձևավորվեց 17 գումարածը։ Այդ պատերազմից հետո։ Այդ հայտարարությունն անում են, ասում են Նիկոլ Փաշինյան, դու պետք է հանձնես իշխանությունը, պատերազմի հրամանատարությունը։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանը արդեն պարզ է դարձնում, որ ինչն է եղել նպատակը Հայաստանում պատերազմի այդ թեժ պահին իշխանության փոխանցման, պատերազմի հրամանատարության փոխանցման եւ ռազմական հեղաշրջման նպատակը։ Ինչ է ստացվում, այսինքն Ռոբերտ Քոչարյանը, որը վերջին 4 տարում իր համակիրներին, արցախցիների մի հատածին համոզել է, թե ինքը Արցախը պահողն էր եւ Արցախը հանձնող Նիկոլ Փաշինյանն էր, Ռոբերտ Քոչարյանը ինքը իր դեմ ցուցմունք եւ վկայություն է տալիս, որ ինքը առաջին օրից ասել է, եկեք Ռուսաստանի առաջարկած պայմաններին համաձայնենք, Արցախը Շուշիին ներառյալ հանձնենք, հետո եւ որ չի կարողացել ընդեղ Արայիկ Հարությունյանին հանդիպի, բայց փորձել են, բնականաբար կարևոր Արայիկ Հարությունյանը խորհրդակցում էր նաեւ Արցախի 2 նախկին նախագահների հետ, որոնք գտնվում էին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անմիջական ուրեմն կոնտրոլի տակ, նրանց միջոցով այնտեղ բացի ռազմական հրամանատարության վրա աշխատելու որ չկատարեն հրամանները, որ կայացվեն քաղաքներից հետ նահանջի որոշումներ, ինչպես Հադրութից եւ այլ վայրերից կայացվեց, հանձնելով հողերը եւ գալ Երևան
իշխանափոխություն ռազմական հեղաշրջում անել, որպեսզի ռուսական պայմաններով կայացվի։ Այ հիմա Ռոբերտ Քոչարյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը։ Այն, որ ինքը ուղղակի ամենավերջին ազնվությունը ունեցող մարդն է այս երկրում, որը մեղադրել այս իշխանություններին Արցախը չպահելու մեջ, առաջին պահից գնացել է Արցախ ոչ թե պաշտպանությունը կազմակերպելու, այլ Արցախի հողեր ներառյալ Շուշին իր լքելու օրվա դրությամբ ներկայացված պահանջով Ադրբեջանին հանձնելու եւ կայացնելու մասին։ Պարոն Սաֆարյան, երբ որ ասում եք Քոչարյանը մեղադրում է օրվա իշխանություններին Արցախը հանձնելու մեջ, դա միակ մեղադրանքը չի։ Քոչարյանը նաև հայտարարել։ Ասեք, Քոչարյանի մեղադրանք միայն իշխանություններին չի գնում։ Ես իշխանությունների պաշտպանը չեմ եւ ամենևին այդպիսի ոչ ցանկություն ունեմ, ոչ էլ։ Նա մեղադրում է հայերին պատերազմը սադրելու մասին։ Քոչարյանը ասում է, որ երբ որ Պրահայում օրվա իշխանությունը ճանաչում էր Արցախը Ադրբեջանի մաս, այդ մասով Ռուսաստանը ոչ մի տեղեկություն չուներ, այսինքն Ռուսաստանին անգամ չի տեղեկացրել, Ռուսաստանի տակից միջնորդի աթոռահանել է, այ ինչպես կարելի է նման պետության հետ այդպես վարվել։ Եվ դրա համար տեղի ունեցավ այն ինչ տեղի։ Գիտեք ինչ, Քոչարյանը այնպեսի ստեր է ասել, ոչ միայն Պրահայի հանդիպան մասով։ Հիմա տեսեք, իրենք այնտեղ ինքը այնտեղ Արայիկ Հարությունյանի վրա ազդել է Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի միջոցով, որոնց հետ պարբերաբար հաղորդակցվել է եւ երբ Նիկոլ Փաշինյանը Երևանից զանգել Արայիկ Հարությունյանին կարծիք իմանալու թե ինչպես է ուզում կամ պատկերացնում Արցախի ղեկավարությունը, Արայիկ Հարությունյանի կողմից ներկայացվող տեսակետը չի եղել միայն Արայիկ Հարությունյանի կողմից կայացված որոշումը, դա եղել է Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի ու այլ անձանց հետ խորհրդակցաբար կայացված որոշում, որտեղ առանցքային դերակատարություն են ունեցել Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, քանի որ նրանց հետ հանդիպումների մասին իրենք բացահայտում են։ Հիմա գալիս եմ դրան։ Եվ այս կտրվածքով Ռոբերտ Քոչարյանը կարծում եք Պրահայի հանդիպման մասին տեղյակ է, որը սկսվեց 22 թվականի հոկտեմբերի 6-ի երեկոյան։ Կհիշեք, Էմանուել Մակրոնը նույնիսկ այդ հանդիպման որոշակի լուսանկար սկզբից դրեց, հետո հաջորդ օրը հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ հանդիպում։ Ինքը երկար հանդիպում է եղել, սկսվել է հոկտեմբերի 6-ից երեկոյան, ավարտվել հոկտեմբերի 7-ին։ Դուք ինչ եք կարծում, Ռոբերտ Քոչարյանը տեղյակ է Պրահայի հանդիպումից ու տեղյակ է Պրահայի, այսպես կոչված պայմանավորվածություններից եւ տեղյակ չի հոկտեմբերի 16-ին, դրանից 10 օր անց Սոչիի հանդիպումից եւ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի ու Ալիևի ստորագրությամբ կազմված հայտարարությունից եռակող տեղյակ չի, որտեղ Ռուսաստանը լավ էլ ասում է, որ ինքը պաշտպանում է այն սկզբունքները, որոնք ձեռք են բերվել Պրահայում։ Ես հիշեցնեմ։ Վլադիմիր Պուտինի ստորագրությամբ նույն փաստաթուղթը մենք չենք գտնի Պրահայում, որովհետև մենք ունենք Պրահայի հաղորդման մասին ընդամենը Շարլ Միշելի գրասենյակի հաղորդագրություն, առ այն, եւ դա այդ հաղորդագրությունը համաձայնեցված է եղել Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների աշխատակազմերի հետ, որ այնտեղ համաձայնեցվել են սկզբունքներ, Ալմատի եւ այլ եւ այլ։ Պատմության մեջ մենք ունենք մի փաստաթուղթ, որը ստորագրվել է Սոչիում, որի տակ առկա է Նիկոլ Փաշինյանի եւ ուրեմն Իլհամ Ալիևի եւ Վլադիմիր Պուտինի ստորագրությունները եւ որոնք վերահաստատում են Պրահայում ձեռք բերված սկզբունքային համաձայնությունները, այդ թվում Ալմատիի հռչակագիրը որպես հարաբերությունների կարգավորման հիմք ընդունելու մասին։ Այն Ալմատին, որը վավերացված պայմանագիր է եղել դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, գործող պայմանագիր է եղել Ռոբերտ Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք եւ շարունակում է գործել նաեւ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Ուղղակի խաղաղության պայմանագրի համար որոշվել է այդ ուժի մեջ մտած եւ գործող պայմանագիրը, որոնց միացել են Հայաստանը եւ Ադրբեջանը, դրա վրա հողում կատարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կոնտեքստում, ոչ ավելին։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը Պրահայից տեղյակ է, Սոչիի հայտարարությունից տեղյակ չի հոկտեմբերի 16-ի, որտեղ Ալմատին կա։ Ինչի է Ռոբերտ Քոչարյանը տալիս Պրահայի անունը եւ չի տալիս Սոչիի անունը։ Չէ՞ որ Սոչիի հայտարարության մեջ Վլադիմիր Պուտինը ինքն
հենց ինքն է ստորագրել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները եւ տարածքային խնդիրները պետք է լուծվեն Ալմա-Աթիի սկզբունքի հիման վրա, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքի հիման վրա։ Սրա տակ դրված է Վլադիմիր Պուտինի։ Հիմա դուք այս փաստից միայն հասկացեք, թե ինչ անբարոյական, ինչ մասշտաբի անբարոյականություն կա այն հայտարարություններում, որը արել է Ռոբերտ Քոչյանը։ Ես հասկանում եմ Ռոբերտ Քոչյանի օրգանական կապը եւ ինչպես ինքն ասում, քիմիան Ռուսաստանի եւ Կրեմլի ղեկավարի հետ։ Ես հասկանում եմ ինչու նա կրկնում դա, բայց նա ինքը այդ հայտարարությունները արել է, գիտեք ինչու, եւ գիտեք ինչու այդ լսարանում, որովհետեւ երբ անցած տարեվերջին Նիկոլ Փաշինյանը նրան հրավիրեց եւ նախկին նախագահների հավից Բանավեճի, նրանք տանուլ տվեցին, նրանք վախեցան գան եւ գիտակցում եմ, որ հանրային ընկալումների դաշտում իրենք կոպիտ ասած տակ են տվել, իրենք պարտված են եւ այսօր գտել են անմեղ մի լսարան, ոչ իրազեկ, մատաղ սերունդ, որը այս փաստերին չի տիրապետում եւ խեղաթյուրում են։ Նա նույն ձևով փորձել է 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին Երևանի եւ Ադրբեջանի ներկայացված ոչ պաշտոնական ռուսական պլանը, Լավրովի պլանը, որը բանակցվել է Սերժ Սարգսյանի օրոք, բայց VS-ին ուղարկվել է Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիևի, ինչնայած Իլհամ Ալիևը դա ուներ, ուղարկվել է Նիկոլ Փաշինյանին, որի տրամադրության տակ չի եղել Լավրովի պլանը, որովհետեւ Սերժ Սարգսյանը ամբողջ անվտանգության արխիվները, ինչպես այդ օրերի զարգացումներում եք հիշում, փաստաթղթեր էին տանում անվտանգության խորհրդի գրասենյակից բեռնատար ավտոմեքենաներով, անվտանգության խորհրդի կամ որևէ այլ գրասենյակում այդ արխիվները չի եղել, Ռուսաստանն էլ ուղարկել է վերստին, որ սա է մեր մոտեցում, եւ Ռոբերտ Քոչյանը կանգնում ու ասում է Մինսկի խումբը մեզ առաջարկ արել։ Ռոբերտ Քոչյանը, որ 10 տարի որպես Հայաստանի ոչ բարով նախագահ եւ նաեւ դրանից առաջ Արցախի ղեկավար բանակցություններում ներգրավված, գիտի թե Մինսկի խումբը ինչ է, ինչպես է աշխատում, ինչպես է առաջարկներ, դա փորձում է Ռուսաստանի կողմից ոչ պաշտոնապես վերջնագրային Երևանին ներկայացված առաջարկը ներկայացնի որպես Մինսկի խմբի առաջարկ։ Դուք հասկանում եք անբարոյականության չափը ու էլի այդ մատղաշ սերնդից, այդ տղաներից, աղջիկներից որևէ մեկը չգիտի, որ իրան հարստասի պահուն նախագահ, ախր Մինսկի խումբը 2019 թվականին, ոչ 20 թվականին որևէ հայտարարություն չի արել կողմերին պաշտոնապես առաջարկ տարբերակ ներկայացնելու մասին։ Եվ պատերազմից հետո էլ պաշտոնապես չի հայտարարվել, որ Հայաստանին եւ Ադրբեջանին արվել է Մինսկի խումբից ներկայացված առաջարկություն, որովհետեւ Լավրովի պլանը երբեք չի համարվել Մինսկի խմբի համաձայնեցված առաջարկություն։ Հիմա Ռոբերտ Քոչյանը կեղծել է դա, Ռոբերտ Քոչյանը կեղծել է, թե ինքը բանակ է կառուցել եւ Նիկոլ Փաշինյանը 2 տարում ավիրել է։ Նիկոլ Փաշինյանը Արցախում աշխարհի տարածաշրջանի ամենամարտունակ բանակում մի հատ կադր չէր հասցրել փոխի։ Կադր չէր։ Ի վերջո փաստա չէ, որ այնտեղ հեղափոխությունը չի մտել, Բակո Սահակյանը հեռացել է գրեթե պատերազմից 10 պակասը նա իշխանությունը փոխանցել Արայիկ Հարությունյանին, Արայիկ Հարությունյանն էլ Բակո Սահակյանի ժամանակ եղել է նրանց կառավարության ղեկավարը, Նիկոլ Փաշինյանը Արայիկ Հարությունյանին իրենց տանից չի բերել եւ այդ մարտունակ բանակը Արցախի, որտեղ ինքը երեք իր հարցազրույցում տպավորությունա թողել, որ պարզվում է 30 տարի Ադրբեջանի դեմ հաղթել է միայն Արցախի բանակը, Հայաստան չի եղել, Հայաստանի բանակը չի եղել ու հահա Հայաստանում իշխանության եկավ մեկը, որը քայքայեց այն բանակը, որտեղ մուտք չուներ Նիկոլ Փաշինյանը մինչև պատերազմին 10 պակաս, այսինքն 20 թվականի մի քանի ամիս է ըստ էության, որ Նիկոլ Փաշինյանը այսպես ասած գործընկեր է ստացել Ղարաբաղում իդեմս Արայիկ Հարությունյանի, այն էլ Արայիկ Հարությունյանն էլ ավելի շատ եղել է իրենց կադրը, քան Նիկոլ Փաշինյանի կադրը։ Հիմա այսքանից հետո կեղծել, թե Նիկոլ Փաշինյանը եկել է Արցախում, քանդել է 30 տարի Թուրքին տերորի ենթարկող Լեռնային Ղարաբաղի բանակին, բանակին, սա ներողություն ուղղակի նույնիսկ կեղծիք չէ սանվանի։ Եվ վերջապես Ռոբերտ Քոչյանը նաև մեկ այլ
անազնվություն մեղմ ասած արել է։ Ինքը երկու շաբաթ շարունակ ազդելով Արցախում Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի միջոցով ազդելով Ղարաբաղի պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումների վրա, քանի որ Արայիկ Հարությունյանը խորհրդակցում էր ոչ միայն խորհրդարանի քաղաքական ուժերի, այլ նաև նախկին նախագահների, դա փաստ է, դա Արայիկ Հարությունյանը քանի հայտարարություն 20 թվականից հետո արել է։ Այդ ամբողջում ունենալով իր ստվերային եւ ներեցեք կործանարար եւ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության միասնական դիրքորոշմանը դեմ գնացող քայլեր կատարելով այդ ուղղությամբ Հայաստանին պարտադրելով համաձայնել ռուսական պլանին, ինչպես ինքն է ասում։ Ասում է ռուս խաղապահը լավ էլ պահում էր Արցախը, այդ Հայաստանը փչացրեց, այդ Հայաստանը խորտակեց Արցախը։ Հիմա այդ ամբողջն ասելով եւ գալ, մի հատ էլ մուննատ գալ, որ Հայաստանը ՄԱԿ-ից պիտի միջազգային մանդատ ուզի Արցախի համար, դեցեք սա ուղղակի անբարոյականության վերջն է։ Եվ հարց չտալ, բայց եթե ՄԱԿ-ից էիք մանդատ ուզելու, ինչի էիք ուզում պատերազմից 2 շաբաթվա ընթացքում, երբ դու 3 օր ուշացումով գնացել ես աղետի մատնված քո հայրենի հողը, շրջանը, մարզը, քո պահած, փայփայած, կառուցած, Ադրբեջանին տերորի բերած, տերորի ենթարկած, ահաբեկած բանակով ինքնահռչակ հանրապետությունը 3 օր ուշացումով քո խղճին եմ թողնում, բա 2 շաբաթ գնալ եւ պայքարել, որ Երևանը համաձայնի ռուսական առաջարկին, այդ թվում Արցախը լքելու քո օրը Ադրբեջանի ներկայացրած հերթական պահանջի Շուշի հանձնման մասին նույնպես գալ եւ հետո պաշտոնական Երևանը անի այդ պահանջները ի վերջո այո կորուստների թիվը մեծացնելով տարածքային եւ մարդկային մեծացնելով համաձայն ռուսական պաշտոն դու գաս ՄԱԿ-ից ու արևմուտքից մանդատ ուզես սա որ բարոյականության մեջ է տեղավորվում ուղղակի ասում եմ ինքը գիտակցում է որ ամիսներ առաջ ինքը հանրային գիտակցության մեջ տանուլ է տվել մենամարտը տակ է տվել մենամարտը դե վախեցել է գալ բանավեճի եւ հիմա մենախոսությամբ ուզում է սվաղի մտածելով որ այս հասարակության մեջ փաստերին տիրապետող մարդիկ չկան չէ բարունայք ոչ միայն մենք ովքեր տարիներով հետևել ենք անցուդարձին ու հիշում ենք բոլոր տարեթվերը, բոլոր օրերը, բոլոր անելիքները, համադրում ենք բոլոր առանցքային փաստերը, նաև հայասարակությունն է մասնացել։ Հայասարակությունը բավական լավ է ճանաչում ձեզ, ձեր բարոյականությանը, ձեր ազնվությանը եւ հիմա ուղղակի մի նեղվեք, եթե դուք ատելության թիրախ եք դարձնում Հայաստանի հասարակությանը, որը այսպես ասած ընտրել է մի իշխանություն, որը ձեր տերմինաբանությամբ դավաճանել է Արցախին ու դրանով արցախցիների մի հատվածին դեմ եք տրամադրում Հայաստանի հասարակությանը, մի զարմացեք, որ Հայաստանի հասարակությունը շուռ է գալիս ու ասելիք ունի ձեզ որպես երախտամոռ արցախցի նախագահ։